երեխաների պաշտպանության օրը նշվեց նաև Նինո Ծմինդայի թիվ 3 հանրային դպրոցում։ Դպրոցը մարդաշատ էր, երեխաների տրամադրությունը տոնական։ Գեղեցիկ երաժշտություն, տոնին համահունչ երգեր ու պարեր, բոլորի ուրախությունը կիսելու էր եկել նաև ծաղրածուն։ Մենք այսօր դպրոցում կազմակերպել էինք միջոցառում նվիրված երեխաների միջազգային պաշտպանության օրը հունիսի 1-ին։ Դպրոցի ինքնակառավարման մարմինների աշակերտները կազմակերպել էին ամբողջ դպրոցի աշակերտներով ընդգրկելով մեծ միջոցառում եւ մեր փոքրիկ երեխաներին ուրախացնելու համար շատ հետաքրքիր միջոցառում էր կազմակերպված։ Ուզում եմ առաջի հերթին նախ շնորհավորել մեր բոլոր երեխաներին իրենց տոնի կապակցությամբ, որ այս ուրախ երջանիկ օրը նրանց կյանքում միշտ լինի, հետագայում է, երբ որ նրանք մեծանան, իրենց երեխեքի համար նշեն այս օրը, քանի որ մեր երեխաները շատ ուրախ են, շատ երջանիկ են, երբ որ հունիսի 1-ն է գալիս եւ իրենց հատուկ նշում են, որպես մեծ մարդու տեղ դնելով նրանց դիմում են այդ տոնի կապակցությամբ։ Երկրորդ հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր դպրոցի ինքնակառավարման մարմինների երեխաներին, որոնք որ այսքան տանջվեցին եւ կազմակերպեցին այս հետաքրքիր միջոցառումը, միջոցառման վերջում էլ փոքրիկ մեր երեխաներին կազմակերպել էին մի փոքրիկ անակնկալ, նվերներ էին տալիս, հյուրասիրություն էր։ Ինչ ասեմ, դպրոցի բնակավարից դուրս գալով մենք միշտ գործ ունենք երեխաների հետ, բայց ուզում եմ ասել, որ իրոք երեխաները աշխարհի ամենահատուկ մարդիկ են, որոնց որ մենք պետք է միշտ ուշադրություն դարձնենք եւ երջանկացնենք նրանք, քանի որ եթե երեխան ունի երջանիկ մանկություն, ապագայում մենք ունենք հաստատ այն համոզմունքը, որ այդ երեխայից երջանիկ եւ մարդ դուրս կգա, որը պիտանի կլինի պետության համար։ Քաղաքի թիվ 3 դպրոցն ունի ինքնակառավարման մարմիններ։ Այս միջոցառումը կազմակերպվել էր նրանց կողմից եւ ընդգրկված էին բոլոր աշակերտները, հաճելի պահեր պարգևելով մեկը մյուսին, տոնը վերածելով իրական տոնի։ Այսօր Նինո Ծմինդայի թիվ 3 հանրային դպրոցում տեղի ունեցավ միջոցառում, որը նվիրված էր 1 հունիսին, այսինքն երեխաների պաշտպանության միջազգային օրվա նվիրված։ Միջոցառման ժամանակ եղան պարեր, երգեր, արտասանություններ, մեծ հյուր էր եկել Ծաղրածու Ջոնը մուլտհերոսների հետ։ Տվյալ միջոցառումը կազմակերպել էին ինքնակառավարման մարմինները։ Ինքնակառավարման մարմինները այն մարդիկ են, ովքեր տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ են կազմակերպում, եւ տվյալ միջոցառումները նվիրված էր 1 հունիսին։ Այսօր Նինո Ծմինդայի թիվ 3 հանրային դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված հունիսի 1-ին։ Հավաքել ենք մեր դպրոցի ցածր դասարանի աշակերտներին, ովքեր նույնպես ելույթ ունեցան իրենց գեղեցիկ պարերով եւ երգերով, ինչպես նաեւ մեծերի կողմից էլ անակնկալներ պար երգեր ունեինք։ Երեխաներին հյուր էր եկել Ծաղրածու Ջոնը եւ մուլտհերոսները, որոնց թվում Ճուտիկը եւ Միկի Մաուսն էին։ Ստեղծել ենք հետաքրքիր եւ հաճելի մթնոլորտ ծնողների, ուսուցիչների հետ մեկտեղ եւ կարծում եմ, որ շատ հետաքրքիր անցավ։ Ի սրտե ուզում եմ շնորհավորել բոլոր երեխաներին իրենց այս հրաշք օրվա կապակցությամբ, ցանկանալով նրանց առողջություն, անհոգ մանկություն, թող արևը միշտ շփտա նրանց եւ թող ծնողները նրանց գլխից լինեն անպակաս։
Շնորհավոր աշխարհի բոլոր փոքրիկների տոնը, թող խաղաղությունը թևածի ամենուր, որ նրանք էլ ապրեն ուրախ ու երջանիկ, վայելեն իրենց մանկության ամենակայտառ ու անհոգ տարիները։